Վերջին հարցը, որ ինձ շատ հուզում է, հնարավոր է շնչառության միջոցով հանել քո միջի վախերը։ Վախերն ա դուրս գալ։ Վախերն ա որ չի թույլ տալի, որ մենք նայենք թե այս քայլից հետո ինչ կա, որտեղ անծանոթը միշտ վախացնում է։ Շնչառությունը հնարավորություն է տալի բացվել եւ վախերից չեմ ասում անգամ 100%, բայց քայլ առ քայլ։ Ինչքան ժամանակ է պետք, որպեսզի այդ վախերից ազատվես։ Ինչքանի թերապիա եւ թե հստակ չի ամեն մարդու մոտ Հիմա եթե ինդիվիդուալ։ ասեմ, շատերին դա կթվայից ինչ ասում, բայց իրականում դա կյանքի երկարություն ունեցող process է։ Բայց երբ որ դու արդեն բացվում ես ու դու տեսնում ես այս ինչ արդյունքներ ա տալի, դու դա արդեն հաճույքով է։ Ինձ համար դա կախյալություն է։ Եթե ասենք 2 օր չեմ շնչում կամ չեմ անում ուրիշ պրակտիկաներ, ես ուզում եմ որ արդեն փոքր ընկճվածության երանգներ եմ սկսում նկատել։ Ես հասկանում եմ որ չկարելի ես մեծ վերադառնում, բայց դա ինձ համար հաճելի process է, դա հաճույքով եմ անում։ Որովհետև եթե դու անգամ ազատվեցիր այդ ամեն ինչ որ նախկինում եղել է, կամ շարունակում ինչ որ բաներ տեղ ունենան, որովհետեւ դրանք չկուտակեն նորից քեզ հետ չտանեն դեպի մութ զոնաները, միշտ այդ բլոկերը մաքրելը շատ լավ բան։ Քո հարցին պատասխանելու համար, եթե դու ասենք թե անես եթե ասենք դիպրեսիայի մեջ ես, չէ՞, մի շնչառությունից հետո դու լավ անելուց հետո ճիշտ անմիջապես փոփոխություն զգում ես, անմիջապես ես շատեր ունեմ, որ աչքերը բացում են, այս ինչ է։ Մեկ ասեց դու շատ եկավ, ասեց, ես առաջ աշխարհին սենց էի նայում, հիմա սկսեցի սենց վերիցնել։ Այս ավելի վստահ նայել։ Սա որ զգում ես, 1-3 անգամը բավական է, որ ընկճվածությունից, դեպրեսիվ վիճակից դուրս գաս, բայց դա չի նշանակում, որ ես դուրս եկա ու սենց արդեն ցմահ մնաց այդ վիճակում, բանում մարդիկ սիրում են սպորտզալ գնալ։ Ես մի անգամ գնա սպորտզալ, տենց թարմացած դուրս ես գալիս, ժամանակաժամկետը դա վերականգնես։ Մի բան ա ոչ մի տարբերություն։